Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչից սկսել հավելյալ սնուցումը, որպեսզի երեխան մեծանա առողջ եւ երջանիկ։ Շատ շուտ սկսելը ունի, ինչպես նաեւ ուշ սկսելը ունի իր հետևանքները, ուղղակի չէ, հա, ընտրված այդ 4 ցուցանիշները եւ երեխայի տարիքը։ Առհասարակ երեխայի սննդակարգը պետք է սկզբից հարուստ լինի երկաթային սննդամթերքով, պետք է նրա մեջ լինեն բանջարեղենը, հացահատիկները, որոնք կլինեն բարտացած ջրերը։ Մրգից թե բանջարեղենից, դուք նշեցիք, որ ցանկալի է բանջարեղենից, ասենք ինչու, որովհետեւ շատ մայրիկներ ավելի հաճախ հենց բանանն են պատարակաղով տրորում եւ տալիս։ Այո։ Ցանկալի չէ։ Մոլորություն է, որ կարծել, որ երեխային ստիպողաբար կերակրելով դա ինչ որ ձև օգուտ է տալիս երեխային։ Ստիպողաբար կերակրելը տանում է միանգամից ճուտող երեխայի։ Ինչ անել այդ դեպքում, որ երեխան ուտի։ Երբ որ դու երեխային ասպես չես ուզում մի կեր, չեք պատկերացնի ինչ կախարդական ձևով շատ հաճախ դա աշխատում է։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, երեխայի առողջությունը ծնողների ձեռքերում է։ Ինչից սկսել հավելյալ սնուցումը, որպեսզի երեխան մեծանա առողջ եւ երջանիկ։ Որոնք են հաճախակի հանդիպող սխալները, որոնք թույլ են տալիս մայրիկները եւ ինչ անել, եթե երեխան հրաժարվում է ուտել։ Մեզ կասի մանկական սննդաբան Անի Աղոյանը, ողջույն Անի։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Կարևոր ինֆորմացիա ենք տալու։ Այո, շատ։ Սկսենք նրանից, թե երբ պետք է սկսել հավելյալ սնուցումը եւ ինչ կլինի, եթե ժամանակին չսկսեն։ Որպես ուղենիշ պետք է ընտրել այն 4 նախապայմանները, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ։ Ես հիմա դրանք կթվարկեմ։ Առաջինը նա է, որ երեխան հետաքրքրություն է սկսում ցուցաբերել սննդի հանդեպ, այսինքն ձգվում է ուտելիքին, սեղանի մոտ ինչ որ հետաքրքրություն է սկսում ցուցաբերել։ Երկրորդ նախապայմանը այն է, որ երեխայի քաշը պետք է կրկնապատկված լինի ծնված օրվանից մինչև հավելյալը սկսելու պահը։ Երրորդը դա օգնությամբ նստելն է։ Սա շատ հաճախ մայրիկները շփոթում են ինքնուրույն նստելու հետ, բայց երեխան ինքնուրույն կարող է նստել մի փոքր ավելի ուշ։ Կարևոր է, որ ուղղակի օգնությամբ երեխան նստի։ Եվ 4-րդ նախապայմանը, որ երեխան իր գլուխը եւ վիզը կարողանա ուղիղ պահել, ինչը նաեւ իրենից ենթադրելու է, որ երեխան կարող է գլուխը թեքել, եթե չի ուզում, այսինքն հրաժարվում է այդ պահին ուտելուց։ Սա հիմնականում ի հայտ է գալիս 6 ամսեկանի, հա, շրջանում, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց այսինքն ցուցանիշները այս 4-ն են։ Շատ շուտ սկսելը ունի, ինչպես նաեւ ուշ սկսելը ունի իր հետևանքները, ուղղակի չէ, հա, ընտրված այդ 4 ցուցանիշները եւ երեխայի տարիքը։ Եթե շատ շուտ են սկսում մայրիկները հավելյալը, երեխայի ֆերմենտային համակարգը դեռ զարգացած չի եւ պատրաստ չի ընդունել բացի կաթնախառնուրդից կամ մայրական կաթից այլ սնունդ, այսինքն երեխայի օրինակ աղիների պատիլորձը թաղանթը ինքը դեռ այսպես ցանցային է եւ կարող է բաց թողնել ավելի մեծ հա մոլեկուլներ, ոչ նյութափոխանակված, ինչի արդյունքում օրգանիզմը դա կարող է ընդունել որպես իրեն վտանգ եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնի, կարող է լինել փորացավ, փորլուծություն, երեխայի վրա ցան, կարող է լինել շնչառական խնդիրներ։ Սա շուտ սկսելու դեպքում։ Այսինքն 6 ամսականից շուտ չի կարելի սկսել հավելյալ սնուցումը։ Ոչ, չի կարելի։ Իսկ ինչ կլինի, եթե ուշացնենք սնուցումը։ Իսկ եթե ուշացնենք, երեխայի մոտ կա ռիսկեր, որ կլինի երկաթի եւ անեմիայի պակաս, երեխայի մոտ կարող է լինել այսինքն քաշ հավաքելու խնդիրներ, զարգացման խնդիրներ, այսինքն եթե օրինակ դա սկսվի 7 ամսեկանից հետո երեխայի մոտ դիցուկ հա վերցնենք 7 ամսեկանը, այս բոլոր խնդիրները կարող են առաջանալ։ Դրա համար ամենաճիշտ, այսպես օպտիմալ, հա, ճիշտ սկսելու ժամանակը դա 6 ամսեկանի մոտակայքում է։ Ինչից սկսել հավելյալ սնուցումը։ Սա էլ կարծես թվում է հավերժ պայքար։ Իրականում երեխայի հավելյալը, երբ որ մենք սկսում ենք, դա արվում է ոչ թե երեխային կշտացնելու համար, այլ որպեսզի երեխան սկսի ծանոթանա նոր համերի, այսինքն ծանոթանա սննդի աշխարհին։ Ճիշտ կլինի, որ երեխան ավելի սկսի ծանոթանալ դառնահամ համերից, իսկ օրինակ բանջարեղենը համարվում է դառնահամ սնունդ։ Առհասարակ երեխայի սննդակարգը պետք է սկզբից հարուստ լինի երկաթային սննդամթերքով, պետք է նրա մեջ լինեն բանջարեղենը, հացահատիկները, որոնք կլինեն բարտացած ջրերը եւ այդպես շիլաների տեսքով կամ կտորներով խոսենք նաեւ դրա մասին, երեխան կարող է ծանոթանալ սննդի համերին։ Երեխան ատամներ չունի, նշանակում է մենք գդալ պետք է տա։ Պարտադիր չէ, խյուսի տեսքով։ Գոյություն ունի 2 մեթոդ, հա այսպես ասած, մեկը խյուսերով, մյուսը կտորներով, որը կոչվում է ԲԼՎ մեթոդ։ Մի քիչ իմ կարծիքով ԲԼՎ մեթոդը ուռճացված է այն առումով, որ
Այսպես դա միակ եւ ճիշտ սկսելու մեթոդը չէ։ Խնդիր չի առաջանա, որ մայրիկը օրինակ սկսի հյուսերից կերակրել։ Ուղղակի այստեղ մեծ շատ կարևոր հանգամանք կա, որ պետքա ճուշացնել եւ 8.5-ից 9 ամսեկանի մոտ արդեն սկսել ներմուծել կտորներ, այսինքն եթե մայրիկը սկսել է հյուսով, անպայման պետք է այս process-ը ճուշացնել, որովհետեւ կտորները ուշացնելը կարող է էլի խնդիրների բերել, օրինակ ծամելու հետ կապված խնդիրների, երեխան կարող է ավելի ընտրողական դառնալ, հետո սենսորային խնդիրներ կարող են, հա, տեքստուրայի հանդեպ առաջանալ։ Դրա համար այսպես օպտիմալ է միքս տարբերակը, եթե մայրիկը, այսպես ասած, չի համարձակվում, հա, կտորներից սկսի հավելյալը կարող է հանգիստ սկսել հյուսերից, ապա 8.5-ից 9 ամսեկանի մոտ շարունակի արդեն կտորներով։ Ինչպես նաև համատեղի հյուսերի հետ, հա, պարտադիր չի հյուսերը հետագայում բացառել երեխայի սննդակարգից։ Շատ լավ։ Մրգից թե բանջարեղենից դուք նշեցիք, որ ցանկալի է բանջարեղենից, ասենք ինչու, որովհետև շատ մայրիկներ ավելի հաճախ հենց բանանն են պատարակաղով տրորում եւ տալիս։ Այո։ Ցանկալի չէ։ Ցանկալի չէ, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ ավելի լավ է սկսել ավելի քիչ քաղցրահամ ուտելիքներից։ Ինչով է սա, հա, բացատրվում։ Երեխան ծնված օրվանից սովոր է քաղցրահամ համի, որտեղ մայրական կաթը քաղցր համ ունի։ Դա երեխային տալիս է անվտանգության եւ ապահովության զգացողություն։ Ու երեխան բնականաբար այդ քաղցր համին սովոր է եւ ինքը չի ուզում այդ իր կոմֆորտ զոնայից, այսպես ասած, դուրս գալ, հա։ Ու իրեն երբ որ մենք առաջարկում ենք հավասար քանակությամբ կամ ավելի շատ միրգ, բնականաբար երեխան նախընտրելու է միրգը։ Ես չեմ ասում առհասարակ բացառել այդ սկզբնական շրջանում, բայց լավ կլինի նախ առանձնացնել, այսինքն բանջարեղենը չառաջարկել մրգի հետ կամ միրգը չգերակշռի երեխայի սննդակարգում։ Իսկ լավագույն տարբերակում, որը որ ես ինքս էլ եմ խորհուրդ տալի, դա մոտարապես 8 ամսեկանից սկսած ներմուծել, այսինքն հասցնել օգտագործել այդ մի 2 ամիս է, որպես բաց պատուհան երեխային, որպեսզի ծանոթացնել բոլոր տեսակի բանջարեղենների եւ հատիկեղենի համերին։ Այս դեպքում հարած տարբերակով բլենդերած պիտի բանջարեղենը ներմուծել։ Պարտադիր չէ։ Այդ արդեն ընտրում է մայրիկը, այսինքն կարող են լինել փափուկ եփված կտորներ, օրինակ դդմիկը, դդումը, գազարը։ Եթե իրանք անվտանգ կտորներով է մատուցվում, հենց 6 ամսեկանից էլ կարող է մայրիկը առաջարկել կտորներով, բայց այո, կարող են նաև պատրաստել կրեմապուրներ, կարող են ուղղակի հյուսերի տեսքով, կարող են, եթե շատ փափուկ է կտորը, այսպես պատառաքաղով ճզմել, ուղղակի այդ տեքստուրաները մի փոքր ավելի պինդ են, երեխային կարող է այսպես սկզբնական շրջանում մի փոքր խորթ լինի։ Դրա համար առհասարակ առաջարկում են այսպես շատ թույլ պյուրեներից սկսել, հյուսերից հետո սկսել քիչ-քիչ պնդացնել արդեն տեքստուրան։ Միրգ թե քամած հյութ մանկահասակ երեխաներին։ Միանշանակ միրգ, որովհետև երբ որ մենք ցանկացած միրգ քամում ենք, մենք ուղղակի մրգից առանձնացնում ենք շաքարային զանգվածը, այսինքն մենք երեխային տալիս ենք միայն շաքարը, իսկ այդ կարևոր, հա, բջջանյութը, որը մնում է մրգի մեջ, մենք թափվում ենք եւ չենք առաջարկում, հա, երեխային։ Օգտակար է հանում ենք, վնասակարն առաջարկում։ Այո, դա ոչ մի տարիքում ես առհասարակ խորհուրդ չեմ տալիս։ Այո, որպես այսպես հաճույք, հա, եթե երեխան ուզել է, կարող ենք երեխային առաջարկել այդ մեկ բաժակ մրգահյութը, բայց դրա կարիքը առհասարակ չկա, դա ոչ մի օգտակար կամ ինչ որ տենց կարևոր բան իր մեջ չի պարունակում, որ մենք առաջարկենք երեխային։ Այո, չտող երեխաները շատ են եւ մայրիկները ամեն քայլի դիմում են երեխաներին կերակրելու համար, էկրաններից սկսած մինչեւ խրախուսանք, կոնֆետի տեսքով կամ նույնիսկ պատժիչ, այսպես ասած, գործողություններ, երբ չեն տալիս իրաց խաղալիքը, ինչի կբերի այսպես տիպողաբար կերակրումը երեխային։ Առհասարակ դա մոլորություն է, որ կարծել, որ երեխային ստիպողաբար կերակրելով դա ինչ որ ձև օգուտ է տալիս երեխային, այդպես մենք երեխայի մոտ առաջարկում ենք ահավոր այսպես բացասական վերաբերմունք սննդի հանդեպ, այսինքն սնունդը երեխայի համար դառնում է ինչ որ պայքար, որ ինքը մտնում է մենամարտի մեջ, հա, իր մայրիկի հետ, կամ ծնողի, հա, ով որ կերակրումները կազմակերպում է, դա ոչ մի ձև երբեք չի կարող օգուտ տալ ստիպողաբար կերակրերը տանում է միանգամից չուտող երեխայի։ Այսպես շատ կարճ ճանապարհ է, որ ստիպելով դուք երեխային տանում եք դեպի չուտող երեխա կարգավիճակի։ Այսինքն, երբ ստիպողաբար կերակրում ենք, թվում է թե ճիշտ ենք անում, մենք ավելի ամրացնում ենք նրա ստատուսը որպես չուտող երեխա, հա։ Այո, վատ սննդային սովորություններ են ձևավորվում երեխայի մոտ դրանից Եվ մի բան, որ տհաճություն է պատճառում, կա բացասական ասոցիացիաներ են առաջանում։ Երբ որ նույնիսկ երեխան սոված է մնում ֆիզիկապես էլ, ինքը արդեն իսկապես չի ցանկանում ուտել սնունդ, որովհետև իր մոտ արդեն ձևավորված են այդ բացասական վերաբերմունքը սննդի հանդեպ։
Ինչ անել այդ դեպքում, որ երեխան ուտի։ Դա շատ կախված է երեխայից, այսինքն մի փոքր ինդիվիդուալ է, բայց հիմնականում ամենակարևոր հանգամանքը այն է, որ երեխայի հետ կերակրման process-ները պետք է կազմակերպել այսպես հանգիստ, խաղաղ եւ ուրախ մթնոլորտում։ Ես հասկանում եմ, որ մայրիկների համար դա շատ ծանր է լինում, դժվար է լինում, այո, իրենք էլ են հոգեպես լարված են լինում, հոգնած են լինում, չքնած են լինում։ Ես այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում եմ, բայց դա իսկապես միակ ճանապարհն է, որտեղ երեխան պետք է իրեն զգա ապահով այդ միջավայրում, որտեղ կազմակերպվում են կերակրումներ, այսինքն ինքը պետքա վստահի իր մեծահասակին։ Երբ որ իր մեծահասակը ծնողը իրան անդադար չի հարգում, այսինքն իր ցանկությունները չի հարգում, որ ինքը էլ չի ուզում ուտի կամ այդ սնունդը իրան դուր չի գալի, ինքը այդ պահին դա ուղղակի ցանկություն չունի ուտելու։ Երբ այդ հարգանքը բացակայում է, վստահությունն էլ է, հա, արդեն կորում։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ ծնողը հենց ինքը երեխայի հետ նստի ուտելու։ Այո, դա էլ է բարդ կազմակերպելը, բայց պետք է, որտեվ երեխան չի ծնվում ուտելու ունակությունը իմացած։ Երեխան սովորում է, իսկ ինչպես են առհասարակ երեխաները սովորում, կրկնօրինակելով, ցանկացած բան։ Նույնը նաև այս պարագայում։ Պետք է մայրիկը իր հետ նստի, ինքը հանգիստ վայելի իր ուտելիքը, այսինքն երեխային օրինակ ծառայի, ցույց տա ինչպես են ծամում, ինչպես են ուտելիքը սիրում, այսինքն ես միշտ խորհուրդ եմ տալի այսպես էմոցիաներով, ձայներով, որ մաման ուտի, որպեսզի երեխան ուշադրությունը հրավիրի, հա, մամայի ուտելու process-ի վրա եւ ինքն էլ սկսի արդեն նույն ձև կրկնօրինակել։ Նույնիսկ խաղի միջոցով, խաղի վերածելու process-ը, այո, խաղը պետք է կառուցված լինի հենց սննդի շուրջ, այսինքն խաղը չի խրախուսում, եթե դա այլ խաղալիք է, գիրք է եւ այլն, դա նույնպես կոչվում է շեղելով կերակրել, բայց երբ որ խաղը կազմակերպված է լինում հենց ուտելիքի շուրջ, դա բավականին օգտակար է եւ օգնում է երեխային, որպեսզի ինքը արագ ներգրավի ուտելու process-ի մեջ։ Այնուամենայնիվ, Անի, երեխան հրաժարվում է ուտել։ Ինչ անի ծնողը այդ դեպքում։ Ծնողների մեջ սովորաբար պանիկա է առաջանում, հա, սկսում են մտածել, երեխան սոված մնաց, առողջական խնդիրներ կլինի։ Թողնենք հանգիստ երեխային։ Թողնենք հանգիստ, բայց ոչ թե նեղացածի կարգավիճակում, որ չես ուտում, ես էլ քո համար չեմ պատրաստի կամ դե չես ուզում, ուրեմն այսքան ծնողը պետք է լինի մեծահասակի դիրքում իր, ինքը միշտ համբերատար պետք է առաջարկի բոլոր սննդընդունումների ժամերին, իր հետ նստի, ինքը ասի, որ եթե դու չես ուզում կարող ես չուտել, այսքան ասեմ ձեզ երեխաները շատ արագ են դա ընկալում, երբ որ դու իրանց տալիս ես այդ ընտրելու հնարավորությունը, շատ հաճախ իրանք ընտրում են այն, ինչ մայրիկն է այդ պահին։ Այսինքն, երբ որ դու երեխային ասես չես ուզում մի կեր, չեք պատկերացնի ինչ կախարդական ձևով շատ հաճախ դա աշխատում է, բայց ոչ թե չես ուզում մի կեր, էլի եմ ասում, ոչ թե այսպես նեղացած վիճակում, որ երեխան դա որպես մարտահրավեր, հա, ընկալի եւ շարունակի իր արածը, այլ չես ուզում մի կեր հարգանքով, որ եթե չես ուզում, դա քո ընտրությունն է։ Ես ծնողներին խորհուրդ կտամ, որպեսզի նրանք չվախենան, որ իրենց երեխան այսպես սոված կմնա, սովամահ կլինի, ոչ։ Երբ որ դուք ստեղծում եք այդ նորմալ միջավայրը ուտելու համար, ի վերջո երեխայի այդ քաղցի պահանջը ոնց որ հաղթում է իր ամբիցիաներին։ Եվ երեխան ինքնուրույն կմոտենա սեղանին ու սկսի ուտել։ Այո, երբ որ դուք ինքներդ նստած ուտում եք, ոչ թե դուք իր դեմը դնում եք ափսե ու պահանջում եք, որ ինքը գա ուղակի ուտի, դուք այլ գործողությամբ զբաղվեք, այլ հստակ դուք ուտում եք, ինքը դա, այսպես ասեմ, փորձված տարբերակ է, հա, բոլոր մամաների եւ մասնագետների կողմից, որ օրինակ ծառայելը միշտ աշխատում է։ Որքան պետք է ուտի երեխան, կա հստակ չափաբաժին։ Սկզբնական շրջանում փոքր թեյ գտալից ենք սկսում, այնուհետև մինչև 10 ամսեկան 2-ից 4 ճաշի գտալը, պատկերացնեք, չէ, դա ինչ քիչ է, լրիվ բավարար է երեխան, որ այդ մեկ սննդընդունման ընթացքում ստանա բավարար ուտելիք։ Մի փոքր այս մարքեթինգային, հա, արշավների շնորհիվ էլ մամաները պատկերացնում են, որ մաման պետքա շատ ուտի, որտեղ նույնիսկ երեխայի կերակրման ափսեներն են, հա, ինչ որ այսպես մեծ չափերի, բայց իրականում դա ուղղակի կամ հարմարության կամ զուտ ինչ որ վաճառքներ ապահովելու համար է։ Երեխայի ստամոքսի չափը իր բռունցքի չափ է, շատ փոքր է, այն անգամներով փոքր է մարդու ստամոքսից։ Ու մենք երբ որ նայում ենք ճաշի ափսեին, մենք մեծահասակներս, մենք մեր չափաբաժնով ենք չափում եւ մեզ թվում է, որ պետքա երեխան այդքանը ուտի, իսկ իրականում դա այդպես չէ։ Երեխան պետք է ուտի մինչեւ 10 ամսեկան, ինչպես նշեցի, 2-ից 4 ճաշի գտալ, այնուհետեւ արդեն 1 տարեկանից հետո կես բաժակը 200 գրամանոց, հա, բաժակի կես բաժակը լրիվ բավարար է երեխային այդ մեկ անգամը, որ ինքը ուտի։ Ջրի մասին ուտելու ընթացքում չի կարելի խմել, թե սա միֆ է։
Միֆը այնքանով, որ մարդը, այսինքն երեխան, երբ որ ինքը ծնվում է, ինքը հստակ կարող է կառավարել համ սննդի, համ ջրի ընդունման ճիշտ այդպես հարաբերակցությունը կամ չափաբաժինը։ Ես միայն խորհուրդ չեմ տալիս ջուր առաջարկել ընթացքում կամ ուտելուց առաջ անմիջապես, երբ որ երեխան իրոք ունենում է ինչ որ սննդային վարքի հետ խնդիրներ, այսինքն չուտող երեխա եւ այլն եւ այլն։ Իսկ եթե երեխան առողջ է եւ ոչ մի այդպիսի շեղումներ չկա, ինքը հստակ կարող է որոշել այդ պահին իրան ինչքան հեղուկ է անհրաժեշտ սնունդը ընդունելիս։ Հանգիստ կարող եք տալ, պետք չէ արգելել երեխային ուտելու ընթացքում ջուր խմել։ Շատ լավ։ Ալերգեն մթերքների մասին նախ ասենք որոնք են ալերգեն մթերքները եւ երբ պետք է ներմուծել երեխայի սննդակարգ։ Այս ցանկն էլ մի փոքր խեղաթյուրված է, ես շատ եմ հանդիպում, որ մթերքներ կան, որոնք իրականում ալերգեն չեն։ Եկեք ես նշեմ, դրանք հիմնականում 8-ն են։ Առաջինը դա գլուտենն է, այսինքն ալյուրից է պատրաստված ուտելիքները, գլուտենը, կաթնամթերքը, ձուն, ձուկը, ծովամթերքը եւ խեցգետինը, գետնանուշը, ընկուզեղենը եւ սոյան։ Կա նաև 9-րդ քունջութը, բայց դա շատ հազվադեպ է հանդիպում, դրա վրա այդքան ոնց որ չենք կենտրոնանում։ Մեղրը ալերգեն մթերք չէ։ Ճիշտ։ Այո, մեղրը առհասարակ չի համարվում ալերգեն սնունդ, դա համար 1, այսպես միֆերից է, որ մեղրը ալերգեն է, մեղրը մինչև 1 տարեկան արգելվում է զուտ բոտուլիզմի վտանգի պատճառով, որպեսզի երեխայի օրգանիզմ չներթափանցի այդ վատ բակտերիան։ Շատ լավ։ Երբ ներմուծել ալերգեն մթերքները երեխայի սննդակարգ։ Ալերգեն մթերքները ժամանակին ընդունված էր ուշացնել, բայց այժմ հետազոտությունները ցույց են տալիս, որ պետք է ինչքան հնարավոր է շուտ, այսինքն նույնիսկ 6 ամսեկան սկսած պետք է քիչ-քիչ երեխային բոլոր այդ 8 տեսակի ալերգեններին ծանոթացնել, շատ փոքր այսպես միկրոդոզայից պետք է սկսել, եթե երեխան ցան չի լինում, շնչառական խնդիրներ կամ այլ ինչ-որ արտահայտված բաներ չի լինում, շաբաթվա մեջ մի քանի անգամ պետք է փորձել, որպեսզի երեխան արդեն սովորի այդ մթերքին։ Երբ որ մի շաբաթվա մեջ հստակ երեխան ընդունեց դա եւ իր օրգանիզմը դա չճանաչեց որպես վտանգ կամ ինչ որ ալերգեն սնունդ, կարող եք շարունակել արդեն հանգիստ նորմալ իր չափաբաժնով։ Ամենաշատ տարածված մթերքների խմբին անդրադառնանք, կաթնամթերք, ձու, մասնավորապես ձվից եկեք սկսենք, ձուն երբ պետք է ներմուծել երեխայի սննդակարգ, չափաբաժնի մասին եւ չկարելիների։ Ձուն էլի մինչև այս վերջերս համարվում էր, որ պետք է սպիտակուցը ներմուծել 1 տարեկանից հետո, բայց հիմա եւս հետազոտություններ ցույց են տալիս, որ պետք է ավելի շուտ ներմուծել, սակայն ճիշտ է սկսել ձվի դեղնուցից, որովհետեւ հենց ձվի սպիտակուցն է, որ ինքը ծանրամարս է եւ կարող է հենց այդ սպիտակուցը ալերգեն լինել երեխայի համար։ Նորից սկսում ենք ինչպես մնացած ալերգենները փոքր միկրոդոզայի չափաբաժնով երեխային առաջարկում ենք։ Եթե երեխան մոտարապես 2-3 շաբաթվա ընթացքում նորմալ յուրացնում է ձվի դեղնուցը, կարող եք նաև առաջարկել արդեն սպիտակուց, էլի նույն ձև փոքրիկ փորձելով, հետագայում արդեն կարող է լինել երեխայի օրակարգում կես ձու, մինչև ոնց որ 1 տարեկան տարիքը։ Հետագայում նորմալ առողջ երեխան կարող է օրական ուտել 1 ձու, դա էլ է միֆ, որ ձուն չի կարելի ամենօր ուտել, դա եւս չի համապատասխանում իրականությանը։ Թերխաշ ձու։ Թերխաշ ձուն մտնում է արգելված մթերքների ցանկում երեխաների համար, չի կարելի առաջարկել երեխային գրեթե մինչև 5-6 տարեկան թերխաշ ձու չի կարելի առաջարկել, որովհետև այն իր մեջ կարող է պարունակել սալմոնելայի վտանգ, որը երեխաների համար շատ վտանգավոր է։ Որոնք են փոքր երեխաների համար արգելված մթերքները։ Արգելված մթերքները ես այսպես կարող եմ բաժանել ոնց որ տարիքային, խմբերով։ Մինչև 1 տարեկան երեխաներին արգելվում է մեղր, աղ, շաքարավազ եւ կաթ, որպես ըմպելիք կաթը։ Մինչև 5-6 տարեկան արգելվում է հում, ձու, ձուկ, միսը, արգելվում է ինչ որ անհայտ ծագման սունկը կամ ծառի սունկը, որի այսինքն դուք ծագունաբանությանը տեղյակ չեք, արգելվում է տրանսճարպեր պարունակող մթերքները, դրանք ֆաստ ֆուդերն են, թարմ քամացյութերը եւ թեյը։ Դա մինչև 5-6 տարեկան, որտեվ թեյի մեջ պարունակվում են տանիններ, որոնք ավելի նվազեցնում են երկաթի ներծծման process-ը։ Իսկ քամացյութի մեջ շաքարը շատ է։ Այո, շաքարը շատ է քամացյութի մեջ, մենք ինչպես արդեն խոսեցինք, դրա համար էլի մինչև 5-6 տարեկան առհասարակ խորհուրդ չի տրվում դա ներմուծել երեխայի սննդակարգ։ Որոնք են երեխաների համար վտանգավոր մթերքները։ Վտանգավոր մթերքները դրանք են, որոնք կարող են առաջացնել երեխայի մոտ խեղդման ռիսկ,
բարձր ռիսկ ունեցող մթերքներն են 6 ամսեկանից սկսած դրանք բոլոր հում բանջարեղեն եւ մրգերն են, որոնք կոշտ են, այսինքն փափուկ չեն, դա երեխային չի կարելի առաջարկել, բոլոր կլոր մթերքները, դա կլինի խաղողը, ձիթապտուղը, դրանք եւս ունեն խեղդման ռիսկ։ Ընդեղենը չի կարելի ամբողջական առաջարկել երեխային, պետքա փշրած լինի կամ աղացած։ Մյուս վտանգավոր խմբին, հա, պատկանող մթերքները, դրանք այն մթերքներն են, որոնք իրենք իրենցով լավն են առողջարար են, բայց փչացել են։ Իսկ ծնողը դա չի նկատել կամ ինչ-որ վատ ջերմային պայմաններում, սխալ ջերմային պայմաններում է պահված եղել այդ մթերքը, դրանք եւս երեխայի առողջության եւ կյանքի համար վտանգ են սպառնում։ Մենք խոսեցինք թամած հյութերի մասին, նշելով թե ինչ ռիսկ են պարունակում իրենց բարձր չափականակով շաքարի, միֆ չէ, որ երեխան ավելացրած շաքարի, հա, քաղցրի պահանջ առհասարակ չունի, չի ունենա, քանի դեռ ծնողը չի ներմուծել այդ շաքարը երեխայի սննդակարգ։ Այո, դա իրականում այդպես է, որովհետև երեխայի համային ռեցեպտորները իրանք բավականին սուր են եւ շատ այսպես զարգացած են։ Երբ որ մենք անդադար երեխային առաջարկում ենք հատկապես այդ արհեստական քաղցրացուցիչներով, հա, քաղցրավենիքը, որոնք ուլտրա վերամշակման ենթարկված են, դրանք այսպես ասած, հա, կոպիտ ասած բթացնում են երեխայի համային ռեցեպտորները եւ երեխայի համար բացի այդ քաղցրավենիքից ցանկացած այլ սնունդ, լինի դա միս, բանջարեղեն կամ այլ բնական մթերքներ թվում են ուղղակի անհամ, դա համային մասով, իսկ ինքը իրանով շաքարավազը կարող է մեծ վնասներ հասցնել երեխայի օրգանիզմին, հետագայում նա կարող է ունենալ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ իհարկե քաշի հետ կապված խնդիրներ։ Շնորհակալություն Անի, շատ կարևոր ինֆորմացիայի համար։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, շատ հաճելի էր։ Փոխադարձ առողջ սնունդ, առողջ սերունդ, այո, երեխան ոչ մի բանի համը չգիտի, քանի դեռ մենք ծնողներս չենք ներմուծել այն մեր երեխայի սննդակարգ։ Իսկ անառողջ սնունդը կախվածություն է առաջացնում, հետեւաբար երեխայի առողջությունը մեր ծնողներից ձեռքերում է։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք պաշտպանված, հետևեք մեր հաղորդումներին։ Մենք զրուցում ենք մանկական սննդաբան Անի Աղոյանի հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։